Եվ բանս ոչ մենի բարձրացան։ Ներկայացեք խնդրեմ։ Ուրեմն Սարուն Ակաշյան, Ռամգավար ազգական կուսակցության կենտրոնական վարչության անդամ եւ Երուսաղեմի հայերենասարտած միության ղեկավարներ են։ Պարոն Ակաշյան, բավականին երկար պարոն Անդրեասյանը խոսեցինք այս հարաբերությունների մասին, ինչ կարելի է ավելացնել, կուզենայի մի փոքր խոսենք շատ հակիրճ, ասենք ձեր գործունեության մասին, այս վերջին ժամանակներ բավականին ակտիվ եք, ձեր սկաուտներին եք հավաքում, տարբեր քրթական ծրագրեր եք իրականացնում, Հայաստան հաճախակի են մեկնում ձեր երեխաները, ունեք ասենք ռամկավարների բանակումներ, հավաքներ, ես տեսնում եմ շատ գեղեցիկ նկարներ ունեք, ասենք ձեր սկաուտները, ասենք շատ կողքիկ հագնված գեղեցիկ համազգեստներով եւ այլն, իհարկե ուրախալի է, այ խնդրեմ փոքր ներկայացրեք։ Ուրեմն մեզի համար Սպիրկի համար ամենակարևոր գեդերը մեկն է, որ մեր հաջորդ սերունդները գիտնան ցեղասպանության մասին եւ շարունակեն մեր գործը ցեղասպանության համար, որովհետեւ ցեղասպանության գործը երկար է, ժամանակ կառնե, անոր համար երբ սերնդափոխություն դեղի կունենա, գրնա ավելի քիչնալ հետաքրքրությունը ցեղասպանության մասին։ Ուրեմն մեր առաջին կարևորագույն գեդերեն մեկը այն է, որ մեր երիտասարդները սորվին ցեղասպանության մասին, գիտնան եւ ակտիվորեն մասնակցին ցեղասպանության տարբեր գործունեություններում։ Ուրեմն մեր երիտասարդական շարժումները մենք այստեղ միշտ ունենք երիտասարդական հավաքներ, ուր գխոսենք միշտ ցեղասպանության մասին, ուր իրենց գարձիկները գառնենք, որովհետեւ այսօր մեր երիտասարդները իրենց գարձիկը ունին, իրենք իրենց դիրքորոշումը ունին։ Եվ մեր գուսակցական դիրքորոշումը եւ երիտասարդներու դիրքորոշումը պետք է որ մեկ դեղ գալի։ Այսօր միայն ցեղասպանության մասին չէ որ մենք խոսենք, այլ նաեւ բանջարդիրության մասին խոսենք։ Այդ կետը գրեթե պետք չէ որ մոռնանք։ Միայն ճանաչումով չի վերջանար։ Ադգե վերջ մենք ջամփա ունենք երթալու։ Ադիգա է մեր մեծ երազի ջամփան Ռամգավար ազգական կուսակցության։ Գրնամ ասել, որ այստեղ երկրորդ կարևոր հարց մնա, որ մենք նաև ակտիվ ենք ոչ միայն այստեղի Պաղեստինյան կառավարության գործունեություններուն հետ, այսինքն մենք միշտ պետք է որ արթուն լանք, որ ովևէ ադեն, ովևէ ասենք Պաղեստինյան կառավարության ասենք տեսփան եւ այլն ուրիշ երկրներու մեջ Հայաստանի թեմ խոսք մչսե կամ սխալ դեղեցություններ չդանի, ուրեմն մենք այդ գործով ալ կսպավենք եւ այդ գործին համար մեր ներդրումները գնենք, որովհետեւ գարնանք ճիշտ ծավով հասցնել հայ ասենք ցեղասպանության կամ նույնիսկ Ղարաբաղի եւ Արցախի մեր հարցը այս վերջին շրջանին օրինակի համար երբ որ մեր երդասարտները ասենք հավաքված են եւ իրար հետ խոսակցեին տարբեր նյութերի շուրջ, իրենց ամենակարևոր նյութերեն մեկն էր, թե մենք ինչ գրնանք անել այս ցույցերեն ավելի, ինչ ծավով գրնանք մեր հայ ասենք ցեղասպանության հարցը արժև դանել։ Եվ ադոր մասին կմտածեն իրենք, եւ անշուշտ ադիգա պետք չէ լա մեր միակ ջամփան, սակայն ադիգա կարևոր մեր քոյության միակ ծևն է արտասահմանի մեջ։ Եթե մենք մեր ցեղասպանության եւ բանջարդիրության ուղին բռնած չլայինք, այսօր հայ ժողովուրդը գործված էր։ Ադիգա պետք է որ մեզի համար ստագելա։ Իսկ մեր կորձունեություններուն համար այս տարի, ասենք մեր հայերենասարտած միությունը 22 հայ բադանիներ արիդուն ծրագրին մի դիղրգե Հայաստան։ Եվ արդեն 22 հոգի արձանագրված են եւ Երուսաղեմի այս փոքր քաոթին համար դուք գիտեք թե ինչ ասել է 22 հոգի երթան եւ մասնակցին անոր։ Ադիգա մեր այստեղի ագումբի ժրաչան վարչության ադենաբեդին կորձերով է որ մեջտեղ բերվեցավ եւ մենք շատ ուրախ ենք եւ կսպասենք որ այդ օրին որ մեր երիտասարդները երթան եւ մաս կազմեն։ Սպուրքի նախարարուին Հրանուշ Հակոբյանը երբ որ Իսրայելում էր ասաց որ այս համայնքը միակը պիտի լինի երևի աշխարհում հայկական համայնքներից որ տունարի ծրագիրը այստեղ պիտի շատ չաշխատի, այսինքն մենք պիտի համայնքը ամուր պահենք Երուսաղեմի, այսինքն խրախուսենք եւ այլն եւ այլն։ Իհարկե մեր համար շատ ուրախալի է, երբ լավ ամուր կապեր են ստեղծվել, ասենք մեր հայկական միությունները եւ Հայաստանի միջեւ եւ առանձին ասենք թե
թե երիտասարդները, թե պատանիները հնարավորություն ունեն մեկնելու Հայաստան, տեսնելու, շփվելու իրենց հասարակիցների հետ։ Իսկ այդ բանակումները, ռամկավարները կազմակերպում են Հայաստանում, ունեք բանակումներ, ասենք խաղեր, ինչ որ սպորտային ծրագրեր, կա այս տարի ինչ որ նման ծրագիր։ Մենք մեր միությունը այստեղ, հայերդասարտաց միությունը շատ լավ գաբեր ունի Հայաստանի հետ եւ ճիշտ է դիգին նախարարի ասածը շատ կարեւոր է, բայց ցեզի մեկ բան ավելցնենք երեսածին վրա, որ մեր դղակները հոմ պիտի երթան եւ իրենք պիտի լեցվին հայրենասիրությամբ եւ իդ վերադառնան այստեղ։ So ադիգա շատ կարեւոր է։ Մեր դիգին նախարարի այդ դված այդտեղ իրենց դված Հայաստանի ուժը իրենք իդ պիտի բերեն Երուսաղեմ, որովհետեւ կորձեն Երուսաղեմի մեջ։ Իսկ այդ մենք միշտ կմասնակցենք բանի սպորտային խաղերուն, որ համահայկական խաղերուն մեր երիտասարդները այդ միացյալ հանձնախումբի մեջ են եւ իրենք երթան այդտեղ ֆուտբոլ, տենիս եւ տարբեր բաներով կզբաղվին։ Իսկ վերջի տարիներու ընթացքին ունեցանք մենք բանակումներ, որ ռամգավար երիտասարդական եւ հոյեչմենի հայերդասարտաց միության անդամներու միջոցով կազմվեցավ եւ այդտեղ մոտավորապես 50-ը ավելի երիտասարդներ միասին բանակում կազմեցին Երևանեն քիչ մտուրս եւ մոտավորապես 21 օր այդտեղ անցուցին։ Այսինքն այս ամբողջ ծրագիրները միշտ կան, պիտի լան, որովհետեւ մենք հայրենիքին հետ սերտ գաբերու մեջ ենք։ Շնորհակալություն։